Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ շատ լավ եք ու քանի որ արդեն պահքի շրջանն է սկսվել, ձեզանից շատերը պահքի մեջ են, ես առաջարկում եմ այսօրվա իմ վլոգը սկսենք հենց մի շատ համեղ ուտեստի պատրաստմամբ։ Ես գիտեմ, որ այս պահքի շրջանում բոլորը մտածում են ինչ պատրաստենք, մի քիչ ավելի դժվար է համաձայնեք պահքի շրջանում ուտելիքներ պատրաստելը, որ բոլորին համ էլ դուր գա ընտանիքի անդամներին, համ համեղ լինի, համ առանց միս լինի։ Բաղադրատոմսը սմբուկով է, ես ինքս սմբուկի մեծ սիրահար, կարծում եմ ինձանից գոհ կլինեք, շատ համեղ բաղադրատոմս է, բայց չմոռանանք նաև հատուկ ողջույնների մասին։ Այսօրվա իմ հատուկ ողջույնները ուզում եմ ուղարկել Կարինեին։ Կարինեն երբ որ ինձ կոմենտ է գրում, ամենավերջում գրում է պաչիկներ Կարինեից, այսպես ինքը կիմանա, որ հենց իրեն եմ ես ողջունում, քանի որ ազգանուն չկա գրված, այնպես որ Կարինե ջան, այսօրվա իմ պաչիկներն ու ողջույնները գալիս են դեպի քեզ։ Մի շատ հաջող գնում եմ արել, երեք սիրելիներս, հիմա կբացեմ միասին կտեսնենք, այն որ ասում է как нельзя кстати, հենց հիմա դրա մեջ էլ կպատրաստենք լրիվ համապատասխան թավայա այդ ուտելիքի համար։ Վաղուց էի ուզում այսպիսի թավաներ ջեռոց դնելու, տենց ցածր բարձրության ու անընդհատ աչքի տակով նայում էի խանութներում, բայց ոչ մեկ որակապես դուրս չէր գալիս։ Մի խոսքով, երեք դուրս եմ եկել մեր թաղային շուկա, որ բանջարեղեններ գնեմ, այստեղ թաղեր կան, որ շաբաթը մեկ տենց փոքրիկ շուկա են բերում։ Ու պատահաբար տեսա երեխեք ջան, որ շատ լավ որակի 1000-ից մեկա տենց բան լինում։ Հիմնականում շուկաների այդ ապրանքների որակը այդքան էլ լավ չի լինում, բայց լինում են օրեր, որ բերում են շատ լավ որակի ապրանքներ ու շատ հաջող գներով։ Հիմա այդ օրերից մեկն էր ու շատ ուրախ եմ, որ հենց երեք ես դուրս եկա, որովհետև միգուցե մյուս շաբաթ չլինի։ Իսկ եթե լինի, շատ ուրախ կլինեմ, որովհետև էլի բան ունեի գնելու իրենցից, ուղղակի արդեն ձեռքս տեղ չկար, ահագին բանջարեղեն էի գնել։ Ինքն էլ տոպրակ չուներ մեծ, սենց սկոչով փաթաթել է, որ ես կարողանամ սա բերեմ ինձ հետ տուն։ Ահա, տեսեք, 3 չափսի թավաներ են։ Ուզում էի մի չափսը գնել, 10 եվրո ասեց ամենամեծը, ու մի պահ աչքս ընկավ, որ տուփի վրա գրված էր 18, ասեց հա, եթե ուզում ես 3 հատով 18, դե ավելի լավ էր 3 հատին 18, քան մի հատին 10, ու այդպես գնեցի 3-ը միասին։ Դե հիմա եկեք բացենք միասին նայենք։ Տեսեք ինչ լավն է, կաուչուկից է ու չայրվող։ Սա միջին չափսը, սա էլ մեծ չափսը։ Մեծ խոսքով շատ գոհ եմ իմ գնումից։ Երեխեք, երեք ընդհանրապես ժամանակ չի եղել, որ մի հատ բացեմ, նայեմ, տեսնեմ իրականում ինչ արժեք ունի, բայց վստահ համոզված եմ, որ շատ էժան եմ գնել, ուղղակի հետաքրքրության համար, եկեք հիմա միասին անենք, ինձ թվում է ձեզ էլ հետաքրքիր կլինի, տեսնենք, այստեղ բան կա, սկանի տեղ կա, միանգամից իրանց սայթ գնանք, երեխեք, սայթում գներ չկա։ Ընդհանրապես տեսականին է ներկայացված, հավանաբար կամպանիաները համագործակցում են իրանց հետ, բայց լավ, եկեք Amazon-ում նայենք։ Երկար փնտրեցի, բայց հենց այս նույնից, որ ես գնել եմ, չկար, չգտա, բայց իրենց մոտ կային կաթսաներ, որ իմ դուրը էլի շատ եկավ ու եւ ուշադրություն դարձրեցի, այդ կաթսաներից այստեղ կա, շատ լավն են, հիմա կբացեմ, մի հատ դուք էլ կտեսնեք, իրանց արժեքը 34 սանտիմետր, 45 ու 50 արժի գինը ու գումարած 6 եվրո ճանապարհածախս, իրենց մոտ 25 եվրո էր այս չափսը եւ ամենամեծ չափսը իրենց մոտ 30 եվրո էր, իսկ այստեղ նայեք, տեսեք 69 եվրոյա ու էլի ճանապարհածախս չկա, 36 սանտիմետր, այսա ես ուզում եմ գնել, ինձ պետքա շատ հարմար չափս է, իր ձևն էլ շատ հարմար է ու էլի սիրուն բաներ կային իրանց մոտ, ափսոս ես տեղ չունեմ,
իմ բնակարանի հարցը որ լուծված լիներ, ես իրենց մոտից շատ բաներ կգնեի, որովհետև որակը իրոք լավն էր, մի րոպե, հələ տեսնեմ կգտնեմ, հələ տեսեք սրա ձևն էլ ասիրուն ու հարմար այս խորության ու այս տիպի թավաները շատ լավն են, ես ուղակի ունեմ, թե չէ սա էլ կգնեի անպայման, հիմա մեկ էլ մի հատ տեսակ եմ ուզում ձեզ ցույց տամ ու ավարտենք, որ ես իրանց մոտ էլի ինտեղ տեսա ու շատ հավանեցի։ Մի կերպ գտա, որ ձեզ ցույց տամ։ Ահա, տեսեք, այս տիպի ունեն։ Հավես բանա, սել քառակուսի, մի խոսքով։ Սրանից էլ կար ընդեղ, այստեղ 38 եվրոյա, իրանց մոտ ոնց որ 20-էր, թե 25, այսինքն տարբեր չափսերի կար, ոնց որ փոքրը 20-էր, մեծը 25, մի խոսքով հավես բաներ են, ափսոս ես այդքան շատ տեղ չունեմ։ Ես հարկավոր է գունավոր բիբարներ, մի հատ սող ու սխտոր։ Եվ բադերջան 4 հատ։ Չէ, կներեք 2 հատ, որովհետև երեխեքը չեն ուտել, ինչքան հնարավոր է, պետք է մի քիչ թմբլիկոտներ։ Ժամանակը լինի ես ցելոֆաններից հանեմ, թե չէ սենց շուտ կփչանա։ Նախ սկզբի համար կտրատում ենք սոխն ու սխտորը եւ տապակում, բայց քանի որ իմ ամուսինը չի ուտում, ես պետք է հարեմ։ Տապակում ենք սոխն ու սխտորը։ Մինչ սոխն ու սխտորը կտապակվի, ես արագ կտրատեմ բիբարները։ Բիբարներս շատ մեծ են, երեխեք ջան, դրա համար ընդհանրապես ամեն մի գույնից կես բիբար կօգտագործեմ։ Ինձ թվում է շատ է ստացվում, կանաչից մի փոքր մաս կվերցնեմ մենակ։ Սրանք դնեմ սառնարան։ Մեզ հարկավոր է նաև ոսպ և սիսեր։ Մեկու մեջ քերում ենք։ Փորում ենք մեջտեղի հատվածը, ինչպես որ գարնիարախն ենք պատրաստում։ Սա նույնպես կտրատում ենք։ Կարմիր պղպեղ, սև պղպեղ, օրեգանո, և լցնում ենք բանջարեղենները։ Երկու կողմից աղ ենք անում ու տանում ենք տապակելու։ Ավելացնում ենք սիսերը, ոսպը։ Այստեղ սմբուկներն են տապակվում։ Լավ կլինի առաջինը բանջարեղենները տապակեք, նոր սոխ սխտորը ավելացնեք։ Ես մտքերով ընկա, ոնց որ միշտ ճաշերը պատրաստում ենք, առաջինը սոխ սխտորը լցրեցի, բայց այսպես ավելի ճիշտ կլինի, երբ որ բանջարեղենը առաջինը տապակեք։ Վերջում աղ ենք անում ու վերցնում կրակից։
լցոնում ենք միջուկով։ Միջուկն էլի շատ եղավ, բայց ոչինչ կարելի է հենց այդպես էլ լցնել ափսեի կողքը, ուտել ինքը շատ համեղ է։ Գիտեք ինչ եղավ, սա չմտավ իմ ջեռոցես մեծ չափը, հիմա ես ստիպված եմ փոխել, միջին չափսը վերցնել, բայց հետաքրքիր է, իմ թավան էլի այդպես մեծ է, հիմա մտնում է, երևի այս կողքերի բռնակների պատճառով չտեղավորվեց, բայց ոչինչ դե հիմա կտեղափոխենք, բայց ափսոս էլի, որ չմտավ, փոքրել չի իմ ջեռոցը, հետաքրքիր է։ Տեղափոխում ենք ջեռոց 15-ից 20 րոպե, 200-230 աստիճանի, մի փոքր կարմրացնում ենք ու հանում ենք։ Հետ ինչ ես սարքում շատ։ Ինչ էլ սիրուն ես կտրտում, ապրես դու։ Վերջ, մեր ուտեստը արդեն պատրաստ է, տեսեք ինչ սիրուն տեսք ունի։ Իմ բաժնի վրա ես կավելացնեմ նաև կանաչի, իմ ամուսնյակը չի սիրում, դրա համար իր բաժնին չեմ լցնի։ Հիմա փորձում ենք սիրելիներս, տեսնենք ինչպես է ստացվել։ Երեխեք անկեղծ եմ ասում, մի գրամ անգամ չեմ չափազանցնում։ Ընտիր է ստացվել, ընտիր։ Ջան, կարող եք դու գաց փորձես։ Արի։ Եթե կուզեք, այս պասի շրջանում էլի սենց համեղ բաներ պատրաստենք, կոմենտներում կսպասեմ ձեր պատասխանին։ Հիմա տալիս եմ Ժակլինս փորձի։ Հա, մի բուջուր։ Շատ լավ կլինի, որ հավանես։ Համով բանա։ Իսկականից ասա։ Չեմ նեղանա։ Համով է։ Համով է։ Կուտես որ դնեմ։ Հո ճամքս։ Իմ երեխեքը չեն սիրում սենց բաներ ուտել, չեն էլ փորձում։ Տարօրինակ էր, զարմացա, որ ցանկություն հայտնեց փորձի, երևի ինձ ախորժակով կերա, որ ինքն էլ ուզեց։ Աչ, գնանք էր։ Ասեսա։ Հե? Ասեսա։ Ուտեմ քեզ, բարի ախորժակ։ Ողջույն մեր շատ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Կարող եք գուշակել ուր ենք մենք գնում այսօր։ Չէ, դժվար գուշակել։ Եկեք ես ասեմ, գնում ենք մեր թվարկությունից առաջ։ Մի քիչ վախենալու է հնչում, բայց չէ, այդքան էլ վախենալու չի։ Գնացինք։ Սպասում ենք մինչև մեր ընկերները գան, Ժակլինն էլ առիթից օգտվում է ու քուրիկների շալակներն է թռնում։ Հերթով, իր համար կարուսել է։ Բարի ձեզ։ Բարի։ Ուր եք գնում դուք։ Գնում ենք մուզե դինոզավր։ Մուզե դինոզավր։ Զգուշացեք, այ հենց այստեղից է սկսում մուտքը մեր թվարկությունից առաջ։ Գնացինք։ Օ, ձայներն արդեն վախենալու եմ։ Գեղեցկություն։ Այստեղ մեզ դիմավորում են այսպիսի գեղեցիկ դինոզավրիկներ։ Ծանոթացեք Դիմետրոդոնն է։ Շատ սիրուն ես Դիմետրոդոն։
Դիպլոդոջուս, ինչ էլ դժվար անուն ան։ Դե ավելի դժվար անուն։ Ջրի մեջ ես իբեր, Ժակլին, լարի, հավես դահլիճա բայց։ Maman, c'est Zakouka. Herbivore, եսիմ խոտաուտու, կամնիվող, հետ որ միսու խոտաուտու։ Որտեղ էր դրանք? Հրես, herbivore։ Այս տեսակը միս աուտում, սրանք մեզ էլ կուտեն։ Հաստատ մեզ էլ կուտեն։ Ինչ լավ է, որ մենք իրան ժամանակաշրջանում չենք եղել։ Օրինակ, սրանք էլ են մսակեր, իր չափսերից էլ է երևում, որ ինքը մսակեր է ու իրան պատամներից։ Տեսնենք այս ինչ է ուտում։ Սրանք խոտեր են ուտում։ Սա էլ է խոտ ուտում։ Հետաքրքիր է երեխեք։ Հավեսա։ Եղածած է։ Ես ինչ հետաքրքիր տեսակ է։ Ժակլին, հələ ես մեկը թռել է իր մամայի մեջքին։ Տեսել ես։ Պապանա։ Ասма կարող է իր պապանա։ Կարող է իր պապանա։ Ոնց է մկրատելնի բոչը։ Զզվում ես։ Անտիստրես է, էլի։ Այդ որդ ես տեսար քյավթար։ Հա, մեծացել է։ Սրանք էլ են հետաքրքիր տեսակ։ Ու հետաքրքիրը որն է, տարբեր լուսային էֆեկտների տակ տարբեր են, շատ սիրուն է լուսային էֆեկտի փոխելու հետ միասին իրանց տեսքն էլ մի տեսակ ոնց որ փոխվի, ավելի հետաքրքրան է։ Ժակլին, քեզանից մեծ է իմ պայուսակը։ Մի երկու հետաքրքիր տեղեկություն հատկապես այս տեսակի մասին, որը ամենաագրեսիվն է եւ իր չափսերով շատ մեծ, վիթխարի գլուխ, որի մեջ տեղավորված են 60 ատամներ, յուրաքանչյուր ատամի բարձրությունը 18 սանտիմետր։ Ամենահետաքրքիրն այն էր, որ այս տիրոնոզավրը կարող է խայթել 3 եւ ավելի տոննա ճնշումով։ Տեսեք ինչ մեծ վերանունի չափսերը հսկայական են։
Տիրոնոզավրը ամենայն հավանականությամբ տեղաշարժվում էր հոտերով և որսում էր իր նմանակներին և եղջերավոր դինոզավրերի։ Զարմանալի փաստ, վերջերս պարզել են, որ այս տեսակը ապրել է ոչ ավել քան 30 տարի։ Ես չեմ տեսել ոնց որ չէ տեսել։ Երեխեք զգուշեք։ Սա տալու հեռախոսս գցի։ Այս մեկն էլ է հետաքրքիր։ Շատ հետաքրքիր է։ Ագրեսիվ ես, եղբայր, ագրեսիվ ես։ Բայց դու խոտակեր ես, ինչու ես այդքան ագրեսիվ։ Արեք հլի քոնը ցույց տու։ Այ, քոնն էլ է լավ է։ Բայց նույնից է։ Անուն ինչ է։ Էնիկյա նույնից է։ Բայց անուն ինչ է քոնի։ Լու։ Լուի է անունը։ Հա, ու տեսել եմ մեր վատ լու։ Այստեղ 3D ֆիլմ կարող եք դիտել։ Ես չեմ սիրում, բայց որոշել եմ բացել։ Դինոզավրերի աշխարհում։ Ես վախենում Ո՞վ է իմ հետ։ Մենք երեխեքի շատ եմ ացել։ Ես Հայաստանում եմ, ժողովուրդ, ես սարերում ու ձորերում եմ։ Պրոստը մի տարբերություն կա այստեղ, ես դինոզավրերի հետ եմ։ Ահա մեր բարդիները։ Չճվաչ բարի։ Կոստա զգուշ։ Ալվինա դու ես զգուշ։ Դու ուր եք։ Ես ջրերի մեջ եմ արում։ Ես անտարի մեջ եմ։ Ժամանում եմ։ Ես կանաչի վրին եմ։ Ա ես է։ Էսի վրես ա գալի, ժողովուրդ, էսի վրես ա։ Կյանքում դինոզավրների հետ չէի լողացել։ Այնքան վազեց հետևիցս հոգնեց այս դինոզավրը։ Էսա աթորով թրցնելու են ստակ։ Մտել աթոր ստակ։ Անջարը։ Այստեղ երեխեքը կարան նկարեն էլի դինոզավրների թեմայով։ Այստեղ էլ սենց մի հատ հավես տեղ կա, որ երեխեքը պատկերացնեն, որ իրանք հնեաբան են ու գետնի տակից, հողի տակից գտնում են դինոզավրի մնացորդներ։ Այս սենց են անում ու իբրչե հայտնաբերում են, հավես բան է։ Դինոզավրի ոսկորներ ես գտել։ Marcher sur le plus grand réseau. Հələ տեսնեմ։ Je vois casser tout le monde puisque je suis. Moi je me suis dit, on dit. Հապուկա։ En plus il est trop bien. Ah mais laisse-moi c'est Անժիկ։ En plus on dirait un cheval. Հե՞։ On dirait un cheval. Ouais. Oui, oui. Դժվար է գուշակել, թե մենք մեր թվարկությունից առաջ որերորդ դարում ենք։ Այստեղ հավես սուվենիրճիկներ կան դինոզավրերով բոլորը, փափուկ խաղալիքներ։ Կասեր, այստեղ բաժակներ, դա
տարբեր գույների, տարբեր ձևերի։ Փոքրիկ դինոզավրчикներ։ Ջանա։ Փոքրիկ խանութ։ Այստեղ էլ բայսակներ։ Խոսքով։ Այստեղ խաղալիքներ, դինոզավրի տեսակներ։ Այստեղ գլխարկներ։ Այսպիսի։ Այսպիսի։ Դրանք ինչեր են։ Ներկելու բաներ են։ Այստեղ մի հատ կա բացած։ Ներկելու համար է։ Ահա եւ վերջ, այսքանով ավարտվեց մեր արշավը մեր թվարկությունից առաջ։ Հուսով եմ ձեզ հետաքրքիր էր։ Կհանդիպենք, բայ։ Մենք դրսում ենք, Շաղլոտին տարանք փորձի։ Այստեղ կողքը հարևանությամբ մի փոքրիկ այգի կա, եկանք երեխեքը մի քիչ խաղան, զբաղվեն, որ չձանձրանան։ Այդ մի ժամը կարայինք այնտեղ ներսում էլ սպասեինք։ Թող խաղան մի քիչ, չնայած ցրտեց եղանակը, քամոտա, չգիտեմ ինչքան կձգենք, դե իրանք խաղում են, իրանց համար տաք է, բայց ես մի տեսակ մրսում եմ, երևի շուտ կգնանք։ Գնում ես, տեղ չես հասնում։ Բարև։ Շատ լավ ենք, դուք ոնց եք։ Լավ։ Ինչ եք։ Պետք է գնամ գործի։ Ինչ գործ։ Գործ ունես, հա տե։ Գործ ես ընդունվել։ Ահա, նա այսքան տեղն է, այս պստիկ այգին է։ Բայց հարմար է, էլի մեկ-մեկ մանավանդ ամառը սպասելու համար Շաղլոտին գալիս են երեխեքը խաղում են այստեղ։ Մոտորերը Շաղլոտս համերգ ունի, այնպես որ առիթ կունենանք համել համերգից մի քանի հատված դիտելու, լավ հատվածներից կտեղադրեմ։ Տնօրենը շատ գոհեր է, անձամբ մոտեցավ ու շնորհակալություն հայտնեց ու Շաղլոտին ասեց, որ մեծ պրոգրես ունի, որ երկրորդ դասարանում այս արդյունքը անհավանական է։ Նենց մի տեսակ հուզվեցի։ Մի խոսքով ես ձեզ այսօր հրաժեշտ եմ տալիս, հուսով եմ մեզ հետ հետաքրքիր էր, կհանդիպենք։